Լուչասիրներ մի քանի բան եղբայրների ասացի վրայով ես ուզում եմ ավելացնել։ Իհարկե Սերգեյ բանը մեր Սամվել եղբայրը որ ասեց ես այդպես կարող եմ ես սխալ հասկացա Աստված երրորդ անձից բայց մեկա Տեր Հիսուսն ասեց ինձ տեսակ հորը տեսակ այսինքն այնպես չի կարա լինի որ Հիսուսից դուրս կա հոր մեջ այտենց բան չի կարա լինի հորը տեսակ ինձ տեսակ երրորդությունը մեկա հավիտյանս հավիտենից եւ մենք Հիսուսի մեջ ենք Հիսուսի հետ ենք հոր մեջ ենք դա մի խոսքով երրորդության մեջ ենք դա ես ուղղակի ուզեցի ասել եղբայրներ անգած սխալ չհասկանանք Տիգրան եղբայրը շատ կարևոր բան ասեց եղբայրներին գնահատելու վերաբերյալ Գիտեք, սիրելիներ, շատ այդպես կարևոր է, որ մենք այսօր գնահատենք եղբայրներին։ Տեսեք, ասեց Ահարոնի եւ Ովրի մասին, որ իրենք Մովսեսի ձեռքերը բարձրացնում էին։ Իրանք չէին ասում, Մովսես դու ծեր ես։ Այն կողմ գնա մեր ձեռքերը ուժեղ է, վերջապես կանենք։ Իրանք բարձրացնում էին Ես Սերգեյ եղբորը գիտեք երևում է միշտ օրինակներ եմ բերում իրանից ինչքան եմ սիրում բայց մարդ չկա անսխալական ես էլ եմ սխալվում ես էլ կարող եմ պահի տակ սխալվելը դա շատ վատ բան է նեղվելը բարկանալը Ժորժ ջան շատ վատ բան է Բայց հազարապատիկ վատ է, երբ որ մարդը իր սխալը ինքը չի ասում ես սխալվել եմ։ Սերգեյ եղբայրը, երբ որ ես ուզում եմ, ինչպես որ ես եմ վարվել Սերգեյ եղբոր հետ, այդպես էլ ես պահանջում եմ երիտասարդ իմ երեխաներից, իմ երիտասարդ սպասավորներից, եղբայրներից։ Ես էլ եմ ուզում այտենց։ Սերգեյ եղբայրը, երբ որ մի համտություն կաներ, մի բան Ես ոչ մի բան չի ասում, առանձնացնում էի Սերգեյ եղբորը, արցունքներով, Սերգեյ եղբայր ջան, քանի ես կամ, այս երկրի վրա իմ կյանքը շարունակում է, դու իմ համար իմ Սերգեյ եղբայրն ես, այս իմ մի արա էլի, այսինքն, և հետո, Արմենակ եղբայրը երբ որ գնաց Ամերիկա, երևի մի ամիս էր անց, ինչ նամակ գրեց, Այդ նամակը ես արցունքներով պատասխանեցի։ Արմենակ եղբայրը շատ երեխաներ ուներ, ովքեր հիշում են, այդքան չէր խառնվում։ Ես էի վազվզում, դե երիտասարդ ուժը տեղը, բայց արցունքներով նամակին պատասխանեցի, ասի Արմենակ աղբեր ջան, դու որ չկաս, կողքս չես, ոնց որ դատարկ կլինի, ոնց որ մենակ կլինեմ, ոնց որ մի տեսակ խեղճ կլինեմ, ոնց որ հուսահատ կլինեմ Այնքան դժվար առանց քեզ։ Գիտեք եղբայրներ, իրոք, ինչպես Տիգրան եղբայրն ասեց, ամեն մի եղբայր քանի դեռ կա, պետք է վերջապես գնահատվի, բայց մեծ ես արդեն դու սենց արհամարել բան էդի շատ վատ է։ Դա ես միջանկյալ ուզեցա ասել, բայց իմ եկող կիրակի չեմ լինելու դրա համար թեման մի տեսակ մի քիչ նման է թեման։ Այսօրվա իմ ընտրած թեման հավատարմության մասին է։ Հավատարմության հակառակը անհավատարմություն։ Հավատարմության մասին 3 կետի վրա ես ուզում եմ ուշադրություն դարձնել։ Ուրեմն հավատարիմ չլինելը չի կարա սուրբ լինի։ Դա սուրբ գիրքն է ասում։ Ես կարդամ տողերը։ Հավատարմությունը մտնում է սրբության մեջ։ Սուրբ մարդը չի կարա հավատարիմ չլինի։ Եվ հավատարիմ մարդը անպայման պետք է մտածի, որ ինքը եթե անհավատարմություն ցուցաբերի, ինքը բավականին հեռացած սրբությունից։ Գիտեք, ես հիշում եմ, մի ծեր եղբայր տարիներ առաջ Ռուսաստանից եկել էր Եվ այդ ժամանակ չեմ հիշում, ես սպասավոր եթե չէ, շատ տարիներ առաջ էր, այսպիսի բան ասեց, ասեց դուք ընտրեք եղբայրներին, հավատարիմներին,
Եթե լավ է խոսում, բանը լավ չի խոսում, մի քիչ իրան չի կարողանում այդպես դրսևորի, հələ դեռ շատ նենց կրթությունից, բանից կամ ասենք թե շատ բաներ կա չի հասցնում, ոչինչ, նա կսովորի։ Բայց եթե անհավատարիմ եղավ, դա վտանգավոր է։ Թող շատ լավ քարոզի, լավ բաներ, բայց եթե հավատարիմ եղավ, զգուշ եղեք, անհավատարմությունը դա վտանգ է։ Եկեղեցում վտանգավոր է։ Հավատարիմ, պետք է հավատարմությունը պահպանվի։ Եվ ես այդ թեմայի վրա եմ ուզում կանգ առնել։ Սաղմոս 12 առաջինում կարդում ենք առաջինը սրբություն մեջ է մտնում Սաղմոս 12 առաջի խոսք։ Այստեղ վայ կներեք բանը։ Հա։ Կներեք, կարող առակաց պիտի ես Սաղմոս եմ գրել։ Երևի առակաց։ Կներեք, շատ կներեք։ Չէ, Սաղմոս 12 Սաղմոս 12 առաջի խոսքից այստեղ ուշադրություն դարձնենք ով Տեր փրկեվազից սուրբ չմնաց վասնզի հավատարիմները մարդոց որդիներուն մեջ են պակասեցան։ Սուրբը կապում է հավատարիմի հետ։ Պակասեցավ։ Այսինքն եթե հավատարիմ չի, ուրեմն սուրբ չի։ Եթե հավատարմություն չունի, ինքը չի կարա օրերից մի օր կանգ կառնի, օրերից մի օր ինքը կտուժվի եւ կտուժեցնի շատ-շատերին, եթե հավատարիմ չի։ Հավատարմությունը դա օրինակ էլ աշխարհից կարող ենք բերել, երբ որ այդպես պատերազմ լինում, մենք տեսնում ենք հավատարիմ ընկերը երբեք կյանքը դնում է, որպեսզի իր վիրավոր ընկերոջը հանի կրակակետից։ Գիտի որ կարող է ինքն էլ սպանվի եւ պատահում է ինքն էլ է սպանվում, բայց հանում է կրակակետից։ Եվ հավատարմությունը եւ այդ ժամանակ կանգնեցնում է ամեն ինչ առաջինը իր ընկերոջն է հանում, իր ընկերոջ կյանքի մասին է մտածում։ Հավատարմությունը հեշտ չի, լինում են դեպքեր, որ կարծես թե ելք չունես, պետք է այդպես չանես հավատարմություն։ Լինում են այդպիսի դեպքեր մարդկային կյանքում, բայց տուժվելով, կյանքը դնելով, ինքը հավատարիմ է մնում։ Ես ուզում եմ այդ մասին Եբրայեցիս 3-րդ գլուխ 12-14 խոսքերը։ Եբրայեցիս 3-րդ գլուխ 12-ից 14 խոսքերը։ Այստեղ նայեցեք եղբայրներ, չլայ որ ձեզ մեկուն ներսիդին անհավատարմության չար սիրտ ըլլա եւ ապստամբի կենթանի Աստծոյ դեմ, հապա ամեն օր մեկыз մեկ հորդորեցեք, քանի որ այսօր կսվի, որ չլայ թե ձեզ մեկը խստանա մեղքին խաբեությունով։ Բացի մենք Քրիստոսի մասնակից եղած ենք, միայն թե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պիտի բռնենք։ Ինչ կարող է կատարվել, ձեզ մեկու ներսիդին անհավատարմության չար սիրտ ըլլա։ Ուրեմն անհավատարմությունը
կապ ունի չարության հետ, չարի հետ, սատանայի հետ։ Եվ սիրտը ինչի չի ասում ձեռքը անհավատարիմ, ոտքը, աչքը, մյուս, այդ սիրտը, որովհետև մարդու ուղեկցողը, մարդուն կառավարողը մարդու սիրտն է։ Եվ անհավատարմության չար այդպես սիրտ լինի անհավատարմությունը կապ ունի չարության հետ, նա սրբության հետ կապ չունի։ Հավատարիմը շատ օրինակներ, ուղղակի ես ժամանակի պատճառով չեմ ուզում բերել, դուք էլ գիտեք Աստվածաշնչում ինչպիսի անհավատարմություն են ցուցաբերել։ Կարող է մարդը լինի շատ գիտակ մարդ, բայց անհավատարիմ լինի։ Մարդը կարող է լինի շատ հնարավորությունների տեր ունեցող մարդ։ Այսօր էլ աշխարհում տեսնում ենք անհավատարիմ մարդ լինի։ Եվ դա կապ ունի մարդը միշտ պետք է հիշենք, որ դա կապ ունի սրբության հետ։ Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին եւ ընդհանրապես խորհուրդ էր տալիս, որ ընտրեք ուրեմն հավատարիմ մարդկանց, խոսքը հանձնեք հավատարիմ մարդկանց։ Եվ այստեղ երկրորդ Տիմոթեոս 2:1-3-ը մենք կարդում ենք այդ համարը, որը երկրորդն է, այսինքն ոչ միայն պետք է իմանանք, որ հավատարմությունը կապ ունի սրբության հետ, այլև հավատարիմ մարդկանց հանձնել, հոգևոր գործը հանձնել հավատարիմ մարդկանց, Աստծո խոսքը փոխանցել իրենց եւ իրենք պետք է փոխանցեն մյուս երիտասարդներին, հավատարիմներին միայն։ Անհավատարիմը կսկսի հպարտանալ, կսկսի մեծամտանալ, կսկսի արհամարել, կսկսի վերջապես հավատարիմ մարդը երբեք սուրբ կյանքով ապրող մարդը ինչքան էլ մեծանա, ինչքան էլ գիտենա, ինչպիսի գործել որ անի, նա հավատարիմ է մնում։ Նա երբեք լինում են այդպիսի դեպքեր, չէ՞, երիտասարդը շատ լավ իմանալով իր ավագ եղբոր նկատմամբ այնպես է անում, որպեսզի իր միտքը ընենց փոխանցի դիմացինին, ավագ եղբորը, տարեց եղբորը, որ ինքը չվիրավորվի։ Ինքը չմտածի, որ ասենք, այդ ավագ եղբայրը չմտածի, որ ես շատ բան գիտեմ, դու բան չգիտես։ Օրինակ հիշում եմ մի սպասավոր նոր երիտասարդ սպասավորի մի եղբայր հակառակ, այսինքն ծեր եղբայրներ ուզում էր նսեմացնել, ուզում էր խայտարակել, հարց է տալիս երիտասարդ, դե գիտի, երիտասարդը նոր է, շատ բան կարող է չգիտի, իսկ ես ծեր հին եղբայրը հարց է տալիս։ Ես թույլ չտվեցի, որ երիտասարդը պատասխաներ, ասի դու այդ հարցը գիտեիր, հա գիտեի, բայց ես հարց տալի, որ գիտեի, ես հարց տալի։ Քո նպատակն է, որպեսզի նրան նսեմացնես, նրան քցես, նրան խայտարակես ժողովրդի մոտ։ Դա չի կարելի, դա չարություն է, դա անհավատարմություն է։ Դու փոխանակ օգնես երիտասարդին, դու մի բան էլ իրան այդպես թևաթափ ես անում, ժողովրդի մոտ թևաթափ ես անում, չի կարելի դա։ Դրա համար երկրորդ Տիմոթեոսում մենք կարդում ենք Պողոս առաքյալը սովորացնում էր, որպեսզի հավատարիմ մարդկանց հանձնել։ Երկրորդ գլուխ 1-3 խոսքերը։ Այստեղ արտվորդյակս Պողոսի դիմել է երիտասարդ սպասավորին։ Արտվորդյակս զորացիր անշնորհքովը, որ Հիսուս Քրիստոսով է,
Եվ այն բաները, որոնք ինձ մե լսեցիր, շատ վկաներով հավատարիմ մարդոց հանձնե, որպեսզի անոնքալ կարող ըլան ուրիշներուն սովորեցնել, արդուն նեղություններու համբերե Հիսուս Քրիստոսի բարի զինվորի պես։ Հանձնելուց նեղություն բառն է շեշտում առաքյալը, որովհետև կլինեն նեղություններ։ Երբ որ դու հավատարիմ մարդկանց հանձնես, կլինեն շատ գիտակ մարդիկ, բայց հավատարիմ չեն։ Քեզ նեղությունների առաջ նեղություններ կտան։ Քեզ այդպես փակուղի առաջ կկանգնեցնեն, կասեն, որ ինչի ես, ինչը հասկանում, որ դու դրան ես հանձնում։ Ինչը հասկանում, որ ես գործը նրան ես հանձնարարում։ Այսինքն նկատի ունի, որ ինքը շատ լավ է հասկանում։ Դրա համար ասում են նեղություններու կհանդիպես, դիմացիր, բայց հավատարիմներին հանձնիր։ Հավատարիմ, որովհետև Աստծո խոսքը հավատարիմ է, որովհետև այդ անձնավորությունը, որին դու հանձնում ես, ոչ միայն ինքն է հավատարիմ լինելու, այլև Աստծո խոսքն է հավատարիմ։ Ուրեմն նույն 2 Տիմոթեոսի 2:11-13-ը այսպես է ասում։ Ուզում եմ կարդալ։ Այս խոսքը հավատարիմ է։ Աստծո խոսքը հավատարիմ է։ Բազի եթե անոր հետ մեռանք, անոր հետ պիտի ապրինք ալ։ Եթե համբերենք, անոր հետ պիտի թագավորենք ալ։ Եթե զինք ուրանանք, ինքն ալ մեզ պիտի ուրանա։ Եթե չհավատանք, ինքը հավատարիմ կմնա, իր անձը չի կրնա ուրանալ։ Եղբայրներ եւ քույրեր, Աստծո խոսքը հավատարիմ է։ Հավատարմությունը ստեղ մեծ դեր է խաղում։ Անհավատարմությունը վտանգավոր է։ Եվ անհավատարմությունը երրորդ կետի մեջ արդեն պարզ երևում է։ Անհավատարմությունը այդքան հեշտ չի, շուտ չի ի հայտ գալիս։ Անհավատարմությունը ի հայտ է գալի, երբ որ պետք է։ Կարող է տարիներով ի հայտ չգա։ Անհավատարմությունը ընտանիքում, անհավատարմությունը բանակում, զինվորների մեջ, անհավատարմությունը այդպես գործարաններում, գործի վայրերում, որտեղ որ մարդիկ բիզնես են դրել, կարող է շատ երկար տևի եւ ի հայտ չգա այդ անհավատարմությունը։ Բայց երբ որ պետք է հավատարմություն, որը կրիտիկական պահ է, այդ ժամանակ ի հայտ է գալիս։ Եվ այդ ժամանակ շատ վատ իրավիճակ է լինում։ Եվ դա Սուրբ Գիրքն է ասում։ Սուրբ Գիրքը Առակաց 13-17 այսպես է ասում։ Առակաց 13-17 ի հայտ է գալիս, երբ որ պետք է։ Չար պատգամավորը թշվառության մեջ կինա, բայց հավատարիմ դեսպանը բժշկություն է։ Չար պատգամավորը թշվառության մեջ կինա, բայց հավատարիմ դեսպանը բժշկություն է։ Գիտեք, դեսպանը գտնում է ուրիշ երկրում, իր երկրից դուրս, դեսպանատունը շրջապատված է մի փոքր, ասենք, իր ապահովությունը պահելու համար զինվորներով, վերջապես թիկնապաներով, պատկերացնում եք, եթե այդ դեսպանը անհավատարմություն ցուցաբերի, ինչ վատ կլինի։ Կարող է լինի այնպիսի դեպք, որ իր կյանքը պետք է դնի օտար երկրում։ Ինքը պետք է հավատարիմ մնա իր երկրին։ Իր երկրի սկզբունքը սկզբունքով պետք է շարժվի։ Եվ ավելի կարևոր մի
Առակաց 25-ում ավելի կարևոր խոսք ասում, դա էլ եմ ուզում կարդալ, Առակաց 25 19 խոսքը նեղության օրը անհավատարի մարդու ապավինելը փշրվող ակրայի եւ դիվրասա ոտքի ապավինելու պես է նեղության օրը անհավատարի մարդուն հենվելը ապավինելը փշրվող ատամի նման է ատամը են ասում են չէ փտած ատամը քանի չի օգտագործվի քանի պետք չի եկե այտենց էլ կանգնած մնում է ատամը ոչ չի խանգարում ինքը ոչ մի պես մնում է բայց հենց օգտագործից փշրվում է հենց պետք եկավ փշրվում է եւ ոտը եթե սահելու կարիք չկա օրինակ ամառով է շատ չեն գնում բայց սառույցի ժամանակ արդեն պետք է այդ ոտը չսահի բայց այդ ոտը սահում է մի խոսքով սիրելիներ այդտեղ շատ կարևոր է ուրեմն առաջինը անհավատարմությունը կապ ունի հավատարիմը կապ ունի սրբության հետ երկրորդը Սուրբ Գիրքն ասում է հանձնիր հավատարիմներին ոչինչ թույլ են տկար են ոնց բայց հավատարիմ են եւ երրորդը անհավատարիմը երբ որ պետք է այդ ժամանակ երևում է ատամը երբ որ պետք է ծամի այդ ժամանակ արդեն երևում է որ փտած է անհավատարիմը եւ պրոբլեմ առաջացնում սիրելիներ սա կարևոր է յուրաքանչյուրիս համար սա կարևոր է սա եթե մեր սրտում նման բան կամ նման բան տեսնում ենք պետք է մենք ուշադրություն դարձնենք սա կարևոր է սա այսքանը ես ուզեցի ասել հիմա աղոտ կանենք որտեվ շատ հոգսեր կան լինելու է համագումար մեր եղբայրները գալիս են տարբեր աշխարհի տարբեր երկրներից այս անգամ շատ են գալու 11, 12, 13 լինելու է համագումար տարբեր երկրներից ինքնաթիռներով վերջի գալիս են մենք աղոթենք համագումարի համար որ Աստված պահի համագումարը ինչքան են սիրում հայոց երկիրը որ միշտ մեզ մոտ է լինում երևի շատ խաղաղ է մեր երկիրը այդպես նկատում են որ մեզ մոտ է լինում մենք ուրախ ենք որ մեզ մոտ է լինում մեր փոքրիկ երկրում մեր խաղաղ երկրում լինելու է համագումար Փարթիրոջը ճիշտ է ես այդտեղ չեմ մտնելու բայց լինելու է համագումար գանք աղոթքով Աստծո առաջ ինչ հոգսեր որ ունենք իհարկե խնդրեցին հոգս կա աղոթել այդ հոգսի համար ինչ հոգսեր որ կա բերենք Աստծո առաջ եւ աղոթենք այդ հոգսերի համար Գևորգ անունով քույրերից մեկը մոտեցավ Գևորգ անունով իր փեսան է այդ հոգսի համար պետք է աղոթենք որ Աստված պահի այդ չարիքից մեզ բոլորիս անհավատարմությունից հավատարմությունը բոլորիս է վերաբերվում քանի մեր հոգին մեր մեջ է մեծ փոքր ծեր երիտասարդ բոլորիս վերաբերվում է լինել հավատարիմ Աստծո խոսքին, լինել հավատարիմ եղբայրությանը, լինել հավատարիմ եկեղեցուն, դա շատ կարևոր է, աղոթենք